Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ենթադրում էիք, որ Ծառուկյանը քաղաքական ինչ-ինչ պայմանավորվածությունների է եկել Նիկոլ Փաշինյանի հետ, դրանով պայմանավորված մտել քաղաքական պայքարի մեջ եւ դրանից հետո անցել է սեփական գործերին, մինչդեռ վերջին իրադարձությունները կարծես թե հակառակ բանի մասին են խոսում, դատարանում էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Փաշինյանի սպառնալիքները հետընտրական եւ նախընտրական շրջանում ուղղված իրեն նստեցնելու հետ, դրանք հրապարակային ուղիղ քաղաքական հայտարարություններ են եւ պահանջել է, որպեսզի դադարեցնեն իր նկատմամբ քաղաքական այդ հետապնդումները։ Ընդհանուր առմամբ ես այս երկու իրադարձությունները, հայտարարությունները բերեցի, որպեսզի հասկանանք այս առանցքային ընդդիմադիր առանցքային գործիչների նկատմամբ վերջին զարգացումները ինչի մասին են, ինչ խնդիր է դրել Նիկոլ Փաշինյանը։ Սամվել Կարապետյանի դեպ կալանավորումը 2 ամսով երկարացվեց։ Սրան հավելում։ Շատ շռայլ եք ձեր բնորոշումների մեջ, ինչպես ասեցիք, ընդդիմադիր առանցքային ընդդիմադիր դերակատարները։ Շատ հետաքրքիր է։ Այո, ցավոք սրտի դուք ինչ-որ առումով ճիշտ եք, այդ մեր քաղաքական իրողությունն է։ Հիմա գանք հենց սկզբից, ինչպես Ծառուկյանից, եւ ասես կանք հասնենք մնացածին։ Գագիկ Ծառուկյանը կառավարելի ընդդիմություն է, դա եղել է բոլոր ժամանակներում, երբ որ ինքը սկսել է քաղաքականությամբ զբաղվել, իրան հենց դրա համար են բերել, քաղաքականություն այդ ֆունկցիան ինքը կատարում է եւ մեծ հաջողությամբ է կատարում։ Առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք Գագիկ Ծառուկյանի ձերբակալում են, Գագիկ Ծառուկյանի տուն են մտնում, ինչ-որ շոուներ են սարքում, բաներ են ասում, հետո ինքը հրապարակավ հելում ասում են, որ ինքը վերջ այլևս էլ չի զբաղվելի քաղաքականությամբ, հետո ժողովուրդը գնում է իրանց տուն, ասում է, չէ, արի Ծառուկյան, արի զբաղվի քաղաքականությամբ հետ է գալիս եւ զբաղվում է քաղաքականությամբ։ Սա նույն մեր տեսած այդ նույն այդ շոուի բանն է, դրսևորումներն են, ոչ մի տարբերություն։ Ուղղակի մի քանի տարբերությամբ, այն ժամանակ ուղղակի ցույց չէին տալիս, թե ինչպես են Ծառուկյան Գագիկին բանանում տալիս Բերման ենթարկում։ Չէ, բերման են ենթարկում, բայց Նիկոլ Փաշինյանը բան հիմա տալիս է բոլորին փռում ասֆալտին, չէ։ Այն ժամանակ չէին փռում ասֆալտին, ուղղակի ասենք Աշոտյանները ելնում ասում էին այո, նա դա դի գագոն է, ասես բաներ էին ասում։ Հիմա չեն ասում, դες բան ուղղակի փռում են ասֆալտին, ասենք որոշակի ասես նյուանսներով է տարբերվում, բայց process-ը ամբողջ քաղաքական այդ որ նայում եք, շատ նույն process-ն է, նույն նույն մարդն է, նույն հանցագործն է, ով ունի կասկածելի կարողություններ, ով քաղաքականության մեջ ֆունկցիաներ է կատարել հստակ, մարտի 1-ին շատ հստակ դերակատարում է ունեցել, մենք հիշում ենք, չէ, ով է Գագիկ Ծառուկյանը, այդ քրեա օլիգարխի այդ առանցքային դերակատարներից մեկն է, եւ որ դուք հիմա ասում եք ինքը ընդդիմության, տենց առանցքային դերակատար, ինքը ընդդիմության առանցքային դերակատար չի, ինքը քրեա օլիգարխի առանցքային դերակատարներից մեկն է, մինչ օրս, ով 18 թվականի այդ հայտնի դեպքից հետո մենք հույսով էինք, հանրությունը հույսով էր, որ Նիկոլ Փաշինյանը այդ իրանց բոլորին պիտի քաղաքականից դուրս հանել, բայց ինքը տեսնում եք մեծ հաջողությամբ ոչ միայն իրանց դուրս է անել, այլ իրենց բերել եւ դարձրել է անփոխարինելի բան, ընդդիմադիրներ։ Տեսեք, դուք էլ ձեր խոսքում ասում եք, չէ, նրանք առանցքային քաղաքական ընդդիմադիր գործիչներ են, այլ ցավալի է դա, ցավալի է, որ Ծառուկյանը, ասենք Ռոբերտ Քոչարյանը կամ բանը հիմա Սամվել Կարապետյանը դարձել են առանցքային քաղաքական գործիչներ, ինչը իրանք շատ փող ունեն։ Բայց ոչ քաղաքական միտք ունեն, ոչ գաղափարներ ունեն, ոչ արժեքներ ունեն, այսքան չէ, արժեքներ ունեն կոնկրետ փողն է։ Հələ մի հատ հիշենք իրենք ինչ են արել։ Հիմա շատերը խոսում են, որ Ծառուկյան Գագիկը բարեգործ է եղել, չէ՞։ Այդքան փող ես ու դուք էլ որ գողանանք, համ 2 կոպեկ էս կգցենք եւ ամբողջորեն իր կենտրոն հերոստանգերությամբ ցած ամիսները ցույց կտենք, որ մի հատ երեխու մի հատ գնդակ ենք նվիրել 1800 դրամանոց, ասենք, չէ։ Կարանք անենք էլի, հասկանում եք, բայց մենք թույլ չենք տալիս մեզ, մեր մարդկային որակները թույլ չի տալի։ Մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեմ, այս բարեգործության մասով էլի, ապրիլյան պատերազմներ, եթե չեմ սխալվում, Ես նոր է սկսվել եւ մարդիկ sense փորձում են ինքնակազմակերպվել, բնականաբար քաղաքական բանը ղեկավարությունը sense լրության sense փախել էր, գնացել էր, կպել էր, իրենց գործերին ձեն չէին անում բան, եւ մարդիկ գալիս են բանը sense իրենց են վերջի փողերը բան sense դնում էին, մեկը ինչ-որ ամեն մեկը ինչ-որ մի բան առնում էր, դնում էր թե հավաքում էին, sense արագ ինքնակազմակերպվել են եւ ուղարկում են ռազմաճակատ։ Մարդիկ իրենց ունեցած այդ մի քանի հազար դրամ այդ վերջի կոպեկները դնում են բան։ Հիմա իրանք են բարեգործ, թե Ծառուկյան Գագիկը եւ իր նման մարդիկ, ովքեր ունեն միլիարդավոր դոլարներ, գողացած մեզանից, մեր հանրությունից, չէ, ոչ
օրինական զարտուղի ճանապարհները ձեռք բերված եւ մի քանի $100 կամ մի քանի $1000 ասենց բարբերաբար նվիրատվություն ունեն կամ էլ մի հատ էլ կամ էլ ասենք եկեղեցի են սարքում որ գնան մեղքերի թողություն տան էլի ասենք շատ բան է մեր մոտ ասենց թացու չորը խառնվել է իրար ասենց շատ բան է խառնվել իրար դրա համար էլ այնպես մարդիկ դարձել են եւ բարեգործ են դարձել հա ճակերտել եւ դարձել են բան քաղաքական գործիչներ հիմա էլ ազդեցություն ունեն եւ այստեղ ես նորից մեղադրում եմ օրվա իշխանություններին Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ովքեր թույլ են տվել այդ մարդուն իրենք նոր իմացան ասենք որ ինքը այտենց աբորինի բաներ ունի կենթաներ էր պահում չէ բոլորը գիտեն ով հենց ասում են Սարոկյան Գագոբան բոլորը գիտեն որ ինքը տանը կենթաներ է պահում այդ առյուծը հոստը Երևանից չէր բռնել չէ Պարզե ինչ-որ զարտուղի ապորինի ճանապարհներով բերել էր հասել իր տունը պահում էր, չէ՞, դե էլ ասում են, չգիտեմ, ինչ-որ ջայլամներ կան, կոկորդիլոսներ կան, ասենք կոկորդիլոսը, որ Երևանյան լճում չէր ապրում։ Պարզը չէ, որ Աֆրիկայի զարտուղի ձևերով գնաց է բերել այդ մարդը։ Ես եւ դուք չենք կարող հիմա կոկորդիլոս զանգենք, պատվիրենք, բերեն։ Ասենք չկա դες բան։ Պարզա չի ինչի մասին է խոսքը։ Ապորինի կերպով այդ նոր իմացան, որ ինքը այդպես բաներով զբաղվում։ Չէ, միջև էլ գիտեն, չէ։ Բայց ինձ պետք էր որ նա դա պետք էր որ այդ խոցելի, այդ հանցագործ հակումներ ունեցող մարդը զբաղվի քաղաքականությամբ, գա ընտրություններում ունենա էական դերակատարում, հետո էլ իր այդ ինչ ուզենան անեն եւ հանրությանը դա ներկայացնեն, որ տեսեք մենք պայքարում ենք վատ մարդկանց դեմ բան ասենք ինչի մասին է խոսքը դա Գագիկ Ծառուկյանի ֆունկցիան ինքը հաջողությամբ կատարում է երկար տարիներ հիմա էլ այդ ֆունկցիան կատարում հեսա սրանց հետո էլ ինչ որ խժդժություն բաներ կլինի բաց կթողին կբրցնենք այդ դա փողը արժելի կոպիտ ասած կվճարի ինչ որ մի գումար կանցնի կգնա կամ հիշում եք կազինոները իրա քանի անգամ բացեցին փակում են փողը տալիս բացում են էլի ինչի մասին է խոսքը Այսինքն Փաշինյանի այն հռչակած այդ եռագլուխ հրեշի գլխատման process-ը դա զուտ շոու է շոու է, իհարկե շոու է ինչ եռագլուխ հրեշի բան հրեշից ինքն է էլի այդ հրեշի վերևում այդ բուրգի գագաթում կանգնած է Նիկոլ Փաշինյանը ով ասում է բաներ խոստումներ եւ չի կատարում դրանք Հիմա ինչով է տարբերվում ինքը, ասենք նույն Ծառուկյան Գագիկից, նույն Ռոբերտ Քոչյանից, Սամվել Կարապետյանից, Սերժ Սարգսյանից, չէ, իրանք էլ են, չէ, գալիս են ինչ-որ բաներ են ասում եւ անում են այլ բաներ։ Չեն անում այն, ինչ ասել են։ Ոչ մի էական տարբերություն մեր մոտ։ Համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել Նիկոլ Փաշինյանը չի կատարում իր խոստումները եւ մնացած ամեն ինչ է սնդիմադիները որ հա մենք հեսա նաեւ մյուս դերակատարների մասին խոսենք իրանք նույնպես այդ նույն բանի այդ նույն համակարգի տարբեր դրսևորումներն են էլի Հիմա մանդատները վերցնելը ինչ է տալիս ընդդիմադիր երկու ուժերի ներկայացուցիչներին Նարեկ Կարապետյանն ասում է բացի խնդիրներից մեզ համար անձնապես ոչինչ չի տալիս քաղաքացիների վիրավորված է որ ասել են ահա թե դուք ինչի համար եք պայքարում մանդատներն էր ձեր գլխավոր խնդիրը ասում է ասեք թե ինչ առավելություն է մեզ տալիս մանդատը վերցնելը Նարեկ Կարապետյանը շատ երիտասարդ է եւ անփորձ քաղաքականության մեջ դրա մել նեղանում է քաղաքացիներից քաղաքացիները ինչի իրանից չպետք է նեղանային չէ որ ինքը ասում էր մենք արդեն հաղթել ենք գալիս ենք իշխանություն վերցնելու Սամվել Կարապետյանը արդեն վարչապետ է բան ինչ-որ սես բաներ էր ասում եկել այդ ամեն ինչ անկած չեղա բայց դրա համար ով պետք է պատասխան տա ասենք ինչ մասին է խոսքը նեղանումա թող նեղանա այդ իր խնդիրն է այս մեկ ես իրան խորհուրդ կտամ որ ինքը չնեղանա եւ սրանից հետո քաղաքացիներին ասի բաներ որ ինքը կարող է անել ոչ թե տալ խոստումներ որ հետո էլ մի հատ էլ նեղանա թե քաղաքացիներին ինչու քվեջ են տվել իրեն որտեվ ես էլ հակառակ հարց եմ տալիս 20 թվականի պատերազմից հետո ինչպես կարող է հայ մարդը լինել ռուսասեր ռուսա չասեմ ուրիշ բառեր հա ռուսական կողմնորոշում ունեցող հա բայց բա մենք չնեղանանք բայց մարդիկ չնեղանան որ հələ մի բան էլ եկել է այստեղ բանա այտենց քաղաքականությամբ մեզ զբաղվում էլի հասկանում եք դա նորմալ չի ես կարծում եմ դա նորմալ չի եւ այստեղ նույնպես ես էլի մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ով թույլ է տվել ովքեր թույլ տվեցին որ իրենց կողմից թշնամի հրճակված պետության ներկայացուցիչները եկան եւ բանա զավթեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը իրենց թույլտվությամբ մեր օրենսդրության սահմաններում եւ շրջանակներում ես ասում եմ պատկերացրեք ասենք Թուրքիան եւ Ադրբեջանը նույն խնդիր դնեն իրենց արժեվ չէ ասենք մեկ էլ վաղը ասենք թուրքական կուսակցություններ ադրբեջանական կուսակցություններ վրացական կուսակցություններ պարսկական կուսակցություններ ու սենց էլի բոլորը ովքեր որ փող դնեն ինչ որպես բանը մարդիկ հավաքվեն գան ու սենց նվաճեն բա մեր ազգային ժողովում ինչ այդ հայերի համար տեղ չի լինելու ես չեմ հասկանում այս ինչ են անում իշխան
իշխանությունը ինչով են զբաղվում, ինչ խնդիր են իրենք լուծում։ Լավ, Սրա մասին մանդատները։ իրենք պիտի բանանեն մտածեն, ոչ թե ասենք, չգիտեմ էլի։ Հիմա մանդատները վերցնել է, ինչ է Մանդատները տալիս, վերցնել ինչու են իրանց վերցրել գործն է, քվ են ստացել, պիտի գնան այնտեղ, փորձեն պայքարել եւ բալանսավորել իշխանությունը։ Քաղաքացին իր իշխանությունը բանեցնում է, քվ տալով, մանդատ տալով, հա, եւ բանը պահանջելով, որ իրանք գնան գործ։ Եթե չգիտեն այդ մանդատները ինչ անեն, բա ինչ էին вообще եկել, ստե կներեկել այդ բարի համար, ինչի եկել եք ինչ անեք։ Եթե չգիտեք մանդատի արժեքը, դրա իմաստը, դրա այդ վարվելու ձևը, դրեք գնացեք։ Մի նեղացեք ժողովրդից, ժողովուրդը ձեզ արագ կմոռանա։ Խոսրով Հարությունյանի կարծիքով, եթե ընդդիմությունը վերցրել է մանդատները, խորհրդարանում ոչինչ չի կարող անել, բայց եթե չվերցներ, գոնե արտահերթ ընտրությունների հնարավորություն կստեղծեր։ Դուք որքանով եք Հենց դրա համար էլ այս կարծիքի հետ կամ օբյեկտիվ է այս կարծիքը իրականության հետ։ Հենց դրա համար էլ իրենք ձեռնտու են Նիկոլ Փաշինյանն, այդ դրա մասին, որ նույն համակարգն է։ Իրենք խոցել ինդիմություն են, հենց դրա համար իրենք չեն կարողանում ոչինչ անել, որովհետև երբ որ Հելեն ինչ-որ մի բան ասել, մենք տեսել ենք էլի Ռոբերտ Քոչյանին կամ Սերժ Սարգսյանին կամ Վանեցյանին, այս 5 տարի չէ, 21 թվականից մինչև ինչ են ասում, շշերով ծեծ էին ուտում այդ մարտիկ։ Որովհետև եթե ինչ-որ մի բան են ասում, իրենց դեմ այնքան հակափաստարկներ կան, այնքան իրենց խոսքը այնքան արժեք չունի, հա, այնքան ապօրինի գործունեություն են իրենք ծավալել, որ այդ ամեն ինչը էս գումարվում է դրանց արժեք, իրենց խոսքը արժեզրկվում է ուղղակի։ Հիմա նույն բանը տեղի ունենալու այս ընդդիմության հետ եւ այդքան բանը կարծում եմ հաշվի առնելով անդերձ ասել խոսով Հարությունյանը, որ ավելավեր իրենք մանդատ չվերցնեին, դնեին եւ նոր ընտրություններ տեղի ունենան։ Բայց կլիներ նոր ընտրություններ, այսինքն Բայց եթե ընդդիմությունները չգնային, դա քաղաքական ճգնաժամ էր լինելու եւ կարծում բնականաբար այդ ճգնաժամից դուրս գալու միակ ձևը լինելու էր նոր ընտրությունները, որովհետեւ այս ընտրությունները ակնհայտորեն այն Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության սիրած երկրի բառապաշարով ասած ափաշկյարա ընտրությունները բան արեցին, խախտվեցին եւ ընտրակաշարք բաժանվեց, որոնց մասին հենց իշխանություններն են խոսում եւ փաստում են, չէ, եւ վարչական ռեսուրսը կիրառվեց լայնորեն եւ ընտրական օրենսգիրքի 101-րդ հոդվածը խախտվեց եւ բանը ընտրությունները բան այտենց ինչ ասես արեցին, ինչ ուզեցին արեցին։ Սա նորմալ չէր եւ եթե իրանք ուզում էին իսկապես դերակատարում ունենային, Նարեկ Կարապետյանին կայուն նրանք պետք է դնեին, մնացած բոլորը նույնպես պետք է դնեին եւ ստեղծեին քաղաքական ճգնաժամ, որ գնենք նոր ընտրությունների։ Սա նորմալ չէր, սա նորմալ ընտրական բանը process-ներ չէր։ Սա հետընթաց է Հայաստանի Հանրապետության համար։ Փաշինյանի Ռուսաստանյան այցը ինչպես կվերլուծեք, կմեկնաբանեք։ Փաշինյանը մենք տեսանք, որ պատրաստ էր Պուտինի հետ հանդիպման, խնդիրները հարթելու, խոսելու, բայց հանդիպումը եղավ Միշուստինի հետ, հանդիպումը եղավ, առայժմ չկա Պուտինի մակարդակով արձագանք ընտրությունների արդյունքներին։ Նաև այդ հանդիպման հրավերը, ինչ կարող եք ասել։ Ինչ արդյունքով եկավ Փաշինյանը։ Աշխատանքային այց էր, գնացել էր իրանց այդտեղ ասեց, որ ԵԱՏՄ-ից դուրս չեն գալու, շատ նորմալ է, բան, այտենց որևէ խնդիր չկա, եւ տնտեսական եթե ինչ-որ դժվարություններ կային, բանը նախընտրական շրջանում, ինչը շատ շահեկան էր հենց կառավարող խմբակի համար, հա, իրենց այդ հակառուսական այդ տրամադրությունների բաների, որպեսզի նրանք կարողանային բանանային, հա, այդ հաջողության պայքարային Սամվել Կարապետյանի դեմ։ Այդ շրջանակում գնացին եւ ասացին, որ վերջ այդ շոուն արվեց, վերջացածը դա նույնպես շոու էր, ինչպես հասկանում ենք, այտենց առանձնապես խոսելու բան չկա, Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, Նիկոլ Փաշինյանը այն քաղաքական գործիչ չէ, որը դուրս է գալու ռուսական ազդեցությունից, որովհետեւ բանը ռուսական բազան այստեղ է, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ում է, մենք ռուսական այդ տնտեսական գոտում ենք գտնվում, հա, նրանք մեծ հաջողությամբ գնում են այդ բանը ռուսական անվտանգային հա այս բաներին, այդ միջոցառումներն, հա, Ղազախստան են գնում, չգիտեմ ինչ են անում, եթե ասենք բանը երկաթուղու հարցը քննարկում են, ապա ոչ թե ուզում են այդ երկաթուղին ազգայնացնել, այլ անպայման տան Ղազախստանին, որը էլի Ռուսաստանամերձ ինչ-որ շրջանակի է, բանը ասենք հասկանում եք, իրենք այս տիրույթում են էլի գործում եւ դուրս չեն գալու այդ շրջանակներից, դրանք նախընտրական տենց շոուներ էին, ցավոք սրտի Դե այդ դեպքում Պուտինի լռությունը մենք ինչպես հասկանանք։ Ինչու չեն արձագանքում։ Որտեղ ոչ մի արժեք չունի Պուտինի ճանաչել չճանաչելը մեր ընտրությունները, դրանից ոչինչ չի փոխվում։
հասկանում եք ինչն է այ որ դրանից առաջ ասենք 2008 թվականին կամ 2013 թվականին նրանք ճանաչում էին ընտրությունները մեկ չգիտենք որ ընտրությունները կեղծվում էին ինչ իմաստ ուներ ճանաչելը դրանք այլ իմաստ ունեցող երևույթներ են որ հետո նրանք իրար հետ կգնանք խոսենք քննարկեն եւ կհարթեն կվերջանա կգնալի մեր կյանքում մեր քաղաքական կյանքում ոչ մի էական ազդեցություն չունի Պուտինի ճանաչել չճանաչելը մեր ընտրությունն է դա շատ էական է մեր քաղաքացիների համար Եվ այստեղի գործող քաղաքական սուբյեկտների համար, թե չէ Պուտինի ինչ կարծիք ունի։ Չէ, դա չէ լինի հարաբերություններում առկա խնդիրների բարելավման համար, լուծման համար գոնե դրական մթնոլորտ։ Իհարկե ոչ։ Հարաբերությունների լավացման կամ վատացման կարևորագույն ցուցիչը դա տնտեսական գործոններն են։ Երբ որ մենք նայում ենք տնտեսությունը, հայ-ռուսական հարաբերություններում, հա, մեր տնտեսությունը շարունակում է սպասարկել ռուսական կայսրության տնտեսությունը եւ այդտեղ ինչ-որ որևէ ինչ-որ բաստողներ բաներ չեն եղել ոչ մի խնդիրը չի առաջացել բացի այդ բանը ծիրանից բաներից հա ասենց ինչ-որ մի քանի բան շատ ակնհայտ որ ասենց ցուցադրեցին էլի բանը էլի նախընտրական այդ շրջանում ես ձեզ հիշեցնում եմ որի լուծումն էլ մեր սփյուռքը շնորհակալություն էլի արդից օգտվենք մեր սփյուռքի բարեկամներին շատ արագ լուծեցին այդ հարցերը Բայց եվրոպացիները որոնք Եվրոպացիները այո նույնպես այստեղ շատ շնորհակալություն այդ հիշեցման համար նրանք ինչպես ասում են սուրբ տեղը դատարկ չի մնում նրանք շատ արագ փորձեցին օգտվել այդ բանից այդ մանևրից բանը Պուտին Փաշինյան այդ մանևրից օգտվելու համար նրանք եկան եւ ասացին որ Հայաստանի Հանրապետության համար այլևս այդ տնտեսական այդ բանը մեծ գոտին, որը Եվրամիությունը կաշում 450 միլիոնանոց շուկան, ամենավճարունակ շուկան, դա մեզ համար բաց է եւ առանց մաքսերի, հա, ինչքան ես հիշում եմ, դա ահռելի մեծ հնարավորություն է, բայց դա մեկ օրում չի լինում եւ դա առասպետության մասնակցության նույնպես չի լինելու Հայաստանի Հանրապետությունը պետք է ջանք գործադրի, որ մեր բիզնեսմենները կարողանան գնալ այդ բանը ուղիներից կարողանալ օգտվել եւ մեր տնտեսությունը այդ ժամանակ երբ որ մենք տեսնենք որ իսկապես գործունեություն են ծավալում, հա, դեպի այդ ուղղությամբ կարող ենք ասել, որ հա Հայաստանը ինչ-որ քայլեր անում է Ռուսաստանի տակից դուրս գալու համար, բայց առայժմ չենք տեսնում դրանք խոսակցության մակարդակում են։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Աշխարհաքաղաքական զարգացումներին եթե գանք, դրանց ազդեցության իմաստով մեր երկրի հետագա խնդիրների լուծման առումով ինչ կարող եք ասել, այստեղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող ենք վկայակոչել, որը տեղի ունեցավ Թուրքիայում, Թրամփը եկավ, մենք տեսնում ենք նաև Իրան-Իսրայել Իրան պատերազմի, կարծես թե վերսկսում ինչ կարող եք ասել։ Զարգացումները ինչի մասին են եւ դրանց հետևանքները։ Շատ բազմաշերտ հարց եք տալիս։ Եկեք մի քիչ բացենք բանակ։ Նախ ՆԱՏՕ-ի այդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի ունեցավ։ Մենք տեսանք, որ այնտեղ մասնակցում էր Ուկրաինան շատ բարձր կարգավիճակով, գրեթե փաստաթղթերով, իրավական առումով ինքը անդամ չէ, բայց այնտեղ իրավանդամի կարգավիճակով գրեթե փաստացի է, ինքը այնտեղ նստած էր, մասնակցում էր որոշումների կայացմանը շատ ակտիվ, այնտեղ որոշումներ են կայացնում Ուկրաինային օգնելու համար, եթե չեմ սխալվում, 70 միլիարդի օգնություն հաստատվեց այնտեղ, բազմաթիվ պայմանագրեր, ռազմական պայմանագրեր կոնկրետ հստակ է, տեխնոլոգիաների արտադրության անգամ Տրամպը ասեց, որ կարող է իրենց Patriot հրթիռները Ուկրաինայում արտադրելու լիցենզիա տա, դա ֆանտաստիկ հնարավորություն, դա ֆանտաստիկ հնարավորություն է ուկրաինացիների համար, հա, բոլորեն եթե հիշում եք 23 թվականին, այսինքն մինչև օրս էլի ամերիկացիները երբ իրանց պետք էր այդ հրթիռները տալիս էին, ուկրաինացիները կարողանում էին պաշտպանել իրենց ստրատեգիական նշանակության բանը, երբ պետք չէր չեն տալիս եւ ռուսները պատժում են, նույնն էլի ռուսները հիշում եք մեզ Արցախյան պատերազմ 20 թվականին, որ հաջորդը գորմեր օդը փակեք, հա, երբ որ պետք էր ռուսներին օդը փակում էին, երբ պետք էր բացում են եւ մեր զորքը բաներում, հա, բոլոր մեծ կայսրությունները, մեծ խաղացողները, երբ որ իրանք սկսում են քեզ օգնել եւ այդ օգնությունը դառնում է քո համար կրիտիկական նշանակության, հա, իրանք դրանից օգտվում են։ Հիմա եթե Ամերիկան այդ հնարավորությունը արդեն տալիս է Ուկրաինային, դա էլ ոչ թե տալիս է Ուկրաինան նվաճից այդ իրավունքը, որ ինքը ոչ թե օգնություն խնդրող է ինքը հիմա, այլ Եվրոպայի անվտանգության կազմակերպիչ, այսպես ասենք, Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Ուկրաինայից եւ Ուկրաինան ինքը իրենով մարտնչում է Եվրոպայի անվտանգության համար, այսինքն եթե Ուկրաինան պարտվեց, դրանից հետո ռուսները շատ հանգիստ գնալու են արդեն մտնելու են ցանկացած արդեն ՆԱՏՕ-ի անդամ եւ եվրոպական պետություններ, խոսքը առաջին այս Լեհաստանի մասին կամ Բալտիկ ծովի այդ շրջանի պետությունների մասին է, այսինքն Ուկրաինան առաջնագիծն է Դա շատ լավ հասկանում են եվրոպացիները եւ իրենք ամեն ինչ անելու են, որ Ուկրաինան չպարտվի։ Ամենայն դեպս այսօր զարգացումները այդպիսին են եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այդ տրամադրությունները դրանք հստակ ընդգծվեցին։ Շատ կարևոր էր նաեւ այնտեղ Թուրքիայի մասով, թե ինչու է այդ գագաթնաժողովը դրանպես շատ փորձագետներ կան, որ խոսում են թե ինչու է այնտեղ տեղ ունենում Թուրքիայի դերակատարում մեծացավ, փոքրացավ կամ ինչ որ տարբեր գնահատականներ կան, ես ուզում դրան այդ տեսանկյունից չնայենք, այլ տեսանկյունից նայենք, մենք մի քանի մեկ շաբաթ առաջ, եթե չեմ սխալվում, կամ մի 10 օր առաջ էր, երբ Իսրայելը փորձում էր ճանաչել համենայն դեպս հայտ ներկայացրեց, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, եւ այդտեղ անհանգստություններ սկսեցին առաջանալ Թուրքիայում, Ադրբեջանում եւ Հայաստանի կառավարող շրջանակներում շատ տարօրինակ զուգադիպություններ իհարկե, այսինքն տարօրինակ չի, շատ հասկանալի է, բայց սրանք խոսում են երկարաժամկետային խնդիրների մասին, որ մեր տարածաշրջանում տեղի ունենալու, Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները գնալով սրվելու են, միջերկրական ծովում նրանք այնտեղ գազի եւ նավթի միլիարդավոր դոլարների հասնող ինչ-որ նոր բաներ են հասել, անունը հանքեր են գտել, որոնք ուզում են շահագործեն, Թուրքիան ինքն է ուզում շահագործի, Իսրայելը ինքն է ուզում շահագործի, այնտեղ Հունաստանը նույնպես շահում, այնտեղ Կիպրոսը բան չէ, սենց մի խոսքով այդ միջերկրական ծովում նոր լուրջ կոնֆլիկտ է ձևավորվում, որտեղ Ֆրանսիան նույնպես էական դերակատարություն ունի, եւ այնտեղ հակաթուրքական դաշինք է ձևավորվում, եւ իսրայելական եւ թուրքական շահերը ակնհայտորեն բախվելու են, եւ սա մեզ համար հետաքրքիր է այն տեսանկյունից, որ ընդհանրապես տարիներ առաջ 20 թվականի պատերազմում Թուրքիան, Ադրբեջանը եւ Իսրայելը
Պակիստանը, հա, այդ թվում նաև իրենք դաշնակիցներն եւ կռվում են մեր դեմ, հիմա մենք տեսնում ենք այդ դաշինքի մեջ, եթե ասենք այդ հակահայկական այդ դաշինքի մեջ ճեղքված կա եւ ակնհայտորեն Իսրայելը փորձում է դուրս գալ այդ ճեղ բանից, այդ դաշինքից եւ ինքը հայտով բան արեց, չէ՞, մեզ կառավարությունը դիմեց, ասեց ես ուզում եմ ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Իմաստը ո՞րն է, այսինքն երկխոսություն սկսելն է, որ բանը իրենց հետ խոսնել է շատ հետաքրքիր է, որ ինքը ասեց լավ է ուշ քան ասենց ինչ որ քան երբեք, ինչ որ բարոյական բանում ասել։ Այսինքն նրանք մեղանչականով էին։ Երբեք ուշ չէ, ճիշտ է, այո։ Մեղանչականով էին հանդես գալի եւ ասում էին, որ ոնց որ լավ բան չեն կարել, բայց եկեք սկսենք նոր սկզբից եւ դա հնարավորությունն է Ադրբեջանին զրկելու իր ուժեղ դաշնակիցներից մեկին։ Հնարավորություններ Ադրբեջանին ստիպելու, որ նա ընտրություն կատարի Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, եւ մենք տեսանք, որ ակնհայտորեն բանը Ադրբեջանը ընտրելու է բանը Թուրքիային եւ զրկվելու է Իսրայելի աջակցությունից։ Եվ դա մեզ ուժեղացնող գործոն է դառնալու։ Չէ, ինչ պետք է անեինք մենք, մի փոքր ավելի ռեալ նկարագրեք ձեր ասածը, գործնական։ Հարաբերությունը ընդամենը լավացնել, երկխոսություն սկսել, շատ բան պետք չէր անելու սկզբի համար։ Մենակ այն հանգամանքը, որ դա լարվածություններ առաջացնելու ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում, դա արդեն իսկ գալու էր ձեր, եթե մենք դրա վրա սկսենք այդ ուղղությամբ աշխատել, հələ պատկերացրեք, որ մենք հասնենք այն բանի, որ ինչպես Ադրբեջանը, հա, հիմա աշխատեց, հիմա իրենք հայտարարությամբ են հանդես եկել եւ ասում են մենք աշխատանք տարանք եւ կարողացանք չեզոքացնել Իսրայելում։ Դուք հավատում եք այդ հայտարարությանը։ Այդ հայտարարությունը հենց այնպես հայտարարություն չի։ Այդ մարդիկ աշխատանք են տարել, իսկապես աշխատել են այդ ուղղությամբ, ոչ միայն պաշտոնական այտենց հայտարարել են, այլև գնաց է հանդիպում ինտենսիվ հանդիպումներ են ունեցել։ Իսրայելական կողմն ասում, որ Ադրբեջանը այո բողոքել էր, եկել էր քննարկում էր, այսինքն այդ մարդիկ աշխատում են, ոչ թե ուղղակի գրասենյակներ նստած կամ եթերում նստած հայտարարություններ են անում։ Հստակ աշխատում են իրենք այդ ուղղությամբ։ Հիմա եթե մենք էլ հստակ աշխատենք, կարող ենք հասնել այն բանին։ Գնալու է մի վարքյան միտքս ավարտել։ Արցախուրդ, ինչ է նշանակում Ադրբեջանը հստակ աշխատանք է տարել։ Խորհրդարանը գնում է։ Ինչ? Աշունը չէին կարա ճանաչեին։ Դե թող վերադառնանք կտեսնենք Ադրբեջանը ինչ աշխատանք է տարել, որքանով է այդ աշխատանքը։ Դա քաղաքական հայտարարություն է։ Եվ առաջին անգամը չէ, պարոն Սահակյան, որ Ադրբեջանը հրաշալի կերպով օգտվում է հայտարարություններից, ժամանակաշրջանից եւ ծառայեցնում իրեն իրադարձությունների զարգացումը։ Դա ունակությունն է, որ կարելի է հենց քարոզչական մակարդակում, անգամ քարոզչության մակարդակում մենք էլ կարող ենք օգտվել այդ հնարավորությունից, բայց մենք ոչինչ չենք անում, մենք ձկան նման լուր ենք ուղղակի։ Մեր շուրջ տեղի ունեն լրջագույն զարգացումներ, Իրանին ավիրում են, այնտեղ բանը Թուրքիա-Իսրայել բաները հարաբերությունները լարվում է, Ադրբեջանը բանը Իրանի սահմանին մեծ զորավարժություն է սկսել անել, բանը ասես մեր շուրջ բոլորը ասես թողուբոհ է, Ուկրաինան մեզնից ընդհանրապես հեռու չի, շատ մոտ է, հլնայք արյունարբու է 4 տարի դաժան կռիվալում, մենք ձկան նման լուր ենք, գլուխներս մտցրել են գետնին տակ եւ աշխատում ենք չնկատել թե ինչ է տեղում, այդպես չի կարելի։ Եվ այն մարդիկ այդ փորձագետն են, հա, միտքը սկսեցին նրանով, որ ասում են, որ Թուրքիայի դերակատարումը մեծացել է տարածաշրջանում եւ ես ուզում եմ ասել, որ բոլոր այն պետությունները, ովքեր սկսել են ինտենսիվ աշխատել իրենց շահերի սպասարկման ուղղությամբ, իրենց տեղն ու դերը էականորեն մեծացել է աշխարհում։ Էականորեն մեծացել է։ Իսրայելը մեզից փոքր պետություն է, հələ նայեք ինքը Ամերիկայի հետ ինչ հարաբերություն է կարողացել կառուցի։ Դա ունակություն է, դա շնորհք է, դա հմտություն է, որի շուրջ մենք պետք է բան անենք, էլի, աշխատենք, որ մենք կարող ենք բան անել։ Այդ ինչի իրենք կարողանում են աշխարհի համար մեկ գերտերությանը ստիպեն, որ գա իրենց այդ կռվի բանը Իրանի դեմ, բայց մենք չենք կարողանում Ռուսաստանին ստիպել, որ ինքը կռվի, ասենք բանը Ադրբեջանի դեմ, հասկանում եք, դա շատ բաների մասին է խոսում։ Իսրայելի հետ չեն կարող հիմա աշխատել, այլ ձևաչափով հայոց ցեղասպանությունը չլինի այդ աշխատանքի խթանան, ինչն է խանգարում, որովհետև Թուրքիայի հետ պատրաստվում են հարաբերությունների կարգավորման, որովհետև հեռանկարում կա տարածաշրջանի ապաշրջափակում, Հայաստանի ապաշրջափակում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, որից շահելու է Հայաստանը։ Հիմա ինչ է տալու Հայաստանին ցեղասպանության հիմքով համագործակցությունը Իսրայելի հետ, եթե դրանից Եթե մեր վիճակը լավ չի լինում, մենք միշտ կարող ենք հենվել հայ-իսրայելական հարաբերությունները եւ ցավացնել եւ ստիպել թուրքիական կողմին, որ ինքը հաշվի նստի մեր հետ։ Ոչ թե թուրքերը մեր հետ հարաբերվելիս ոնց են ասում, չէ, գնացեք Ադրբեջանի հետ հələ տեսնենք Ադրբեջանը ինչ կասի, ըստ այդմ մենք որոշումներ կկայացնենք։ Մենք է կասենք, դե որ տենցա մենք Իսրայելը հələ տենանք ինչ ասում, ըստ այդմ մենք հաշվի կառնենք։ Եթե ուրիշները կարող են մեր հետ այդպես վարել, մենք չենք կարող, մենք հիմար ենք։
Երբ որ կա հնարավորություն, պետք է հնարավորությունից օգտվել։ Այդ մարդիկ իրենց ձեռքով եկել են մեր դուրը տուկ-տուկ են, թակում են դուրը։ Ինչ ձևացնենք, որ մենք տանը չենք, հա, ինչ ասենք, վեր ցեղասպանություն չի եղել, հա, որ մենք ասենք ցեղասպանություն չի եղել։ Եղել է, չէ։ Չեն ասում ցեղասպանություն չի եղել, Մեր կառավարությունը ասում է, եկեք մոռանանք։ ճանաչի, այսինքն պետության լիարժեք ճանաչում կլինի, մենք Ինչ են ողջունեն, արելու։ ինչ պետք է Պետք անել։ չի ուղղակի ողջունել, դա հարաբերություններ սկսելու, նոր այդ հարաբերությունները զարգացնելու, ավելի բարձր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է, այդպես են, ուղղակի ճանաչել, ասենք ումա պետք։ Հիմա ասենք, բան է, այդքան պետությունն է ճանաչել, որ տենց ես հիշում եմ Սերժի ժամանակ, որ ճանաչում էր, գնում են դեսպանատան դեմը, կանգնում են Քոչարի այն պարում ծափ են տալի կամ ես ինչ եմ։ Դա հարաբերություն լավացնելու ձև է, իհարկե ոչ։ Դա հարաբերությունը, այդ հնարավորությունը, այսինքն հենց այնպես փուս տալու այտենց մի հատ քաղաքականություն է, որը ես հիմա չեմ ուզում նույն կերպ լինի։ Ամեն օր չէ, որ Իսրայելը գալիս է ասում է աղբեր ջան, ոնց որ թուրքերի հետ հարց ունեմ, ոնց որ դու էլ հարց ունես թուրքերի հետ։ Արի տենանք ինչ կարենք անենք։ Ամեն օր չի գալիս նման առաջարկով։ Հասկանում եք։ Նույնը, ասենք, բանը Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, կամ եւ Եգիպտոսը, երբ որ հակաթուրքական ինչ-որ բան էին կոալիցիային ուզում սարքի ինչ-որ բան եմ, Հայաստանի նույնպես հրավիրեցին։ Մենք չգնացինք եւ չմասնակցեցինք, բայց այս տակից ինչ-որ էս բաներն ուզում անել չի կարելի նման քաղաքականություն վարել, վախերով առաջնորդել, որ կարողա Թուրքիան մեզ պատժի։ Ընդհակառակը հայ-ռուսական հարաբերությունները այս 30 տարվա մեզ ցույց են տալիս, որ եթե դու հլու հնազանդ ենթարկվում ես ինչ-որ մեկին, ինքը վերջում քո հետ ինչ ուզում անում է։ Տալի ապտոկում, ավիրում, ցեղասպանում, ինչ ուզում անում է։ Եթե ուզում ենք մենք Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ, մենք Թուրքիայի բոլոր թշնամիների հետ պետք է ունենանք շատ բարձր մակարդակի հարաբերություն, որ պետք եղած ժամանակ կարողանանք ցավացնենք թուրքերին։ Որ ասենք եթե դու մեր հետ չեզում լավելնես, մենք կարանք քո վրա ինչ-որ քո բան լծակներ բանեցնենք։ Այ այդ ժամանակ թուրքերը կգան, մեր թուշը կպաչեն եւ մեր հետ լավ հարաբերություններ կլինի եւ մեր հայ-թուրքական սահմանը կբացվի առանց նախապայմանների։ Ոչ թե կասեն, տեսեք Ադրբեջանը դեմ է թե դեմ չի, մենք էլ կմտածենք, տեսնենք ոնց է, ոնց չի։ Այս 30 տարի ինչի, այսինքն ինչ հիշում եմ, հայ-թուրքական սահմանը թուրքական կողմից փակ է մեր համար։ Դա հստակ պատերազմական ակտ է, տնտեսական պատերազմը տենց արի, ընդհանրապես պատերազմը տարբեր դրսևորումներ է ունենում։ Թուրքիան մեզ հստակ մինչև օրս պատերազմ է հայտարարել։ Որ մենք ձևացնում ենք, որ դա չենք հասկանում կամ լուր ենք կամ բան ենք, դրանից փոխվում է այդ երևույթը։ Սահմանը բացվում է, չի բացվում, չէ։ Ընդհակառակը դա նրանք բանեցնում են մեր դեմ, մեր տնտեսությունն է թուլանում, մեր քաղաքացին է աղքատանում, մեր վիճակը չի բարելավվում։ Դա թուրքերի բանն է, չէ, ներդրումն է, չէ, մեր վատ առումով մեր կյանքում։ Բա մի բան չանենք, որ իրանց համար վատ լինի, որ գնացեն լավ աղբեջան կներեք մենք էլ ենք սխալվել, այս մի բանը դուք մի արեք, այս մի բանը մենք չանենք։ Դա տենց են պետությունը իրար հետ հարաբերում, ոչ թե սենց հիմարաբար լուր մնալով, բան սենց բարոյական հաղթանակներ տանելով իբր, այդ ինչ է, ամոթ էր էլի այդ պրոպագանդիստները այդ ինչեր են խոսում, ամոթ էր ուղղակի, որ դες բարոյական դաշտ են էլի տանում, բան Իսրայելը, բան նրան չեր սազում ես մի բան, ով չի, ընդհակառակը Իսրայելը ցույց տվեց, թե ինչպես պետք է օգտվել ուրիշների միջև եղած խնդիրներից սեփական շահերը պաշտպանելու համար։ Միջև վերջ կգնան այն ժամանակ, երբ որ իրենց պետք լինի։ Եթե մեզ պետք է որ իրանք միջև վերջ գնան, մենք պիտի հրենք որ իրանք միջև վերջ գնան։ Մենք ոչինչ չենք անում, բայց իրենցից պահանջում ենք որ իրանք միջև վերջ գնան։ Եղի մենք միջև վերջ մեր ազգային շահերը սպասարկելու տեսանկյունից չեն գնում, բայց ուրիշներից բոլորից սպասում ենք, այդ ինչ անելու ձև։ Շատ լավ, հիմա ընդդիմադիրները մանդատները վերցնելը հիմնավորեցին նաև խորհրդարանում մեծ ներկայացվածությամբ իշխանական, դավաճանական, հակապետական ծրագրերը կանխելու մոտիվով։ Հիմա նրանք կկարողանան Ոչ, այս ընդդիմությունը ունակ չէ, ինքը նման որակներ չունի, նման հնարավորություններ չունի։ Շատ կարճ։ Անկամ այդ սահմանադրական փոփոխությունների տարբերակում չեն կարողանա փոխել իշխանության ծրագրերը կամ քաղաքականությունը։ Ոչ մի առումով չսպասել դրական տեղաշարժ կամ գործընթացների նախաձեռնում, որը կբխի Հայաստանի շահերից։ Ինչ դրական տեղաշարժ կարող եք սպասել այս որակի ընդդիմությունից։ Հələ իրենց падգամավորների ցանկը նայեք, հələ իրենց քաղաքական, ասենք, հրճակած բաները նայեք, նպատակները նայեք, բաները նայեք, ինչի մասին է խոսքը։ Մենք դրա ընդհակառակը տեսնում ենք լիքը մանիպուլյացիաներ, շատ այն որ ասում եմ շրիշակից ներքևի մակարդակին իջեցնելու ընդհանրապես քաղաքականությունը սահմանադրության հետ կապված քննարկումները աբսուրդի են բերելու հասցնելու եւ
ցավում եմ, բայց մեծ հաշվով իրենք եւի այնպիսի բանը մեծ եւ ստոր ներդրում ունենան, որ այդ փոփոխությունը համանդրական մեր համար ոչ ցանկալի փոփոխություն Նիկոլ Փաշինյանը կարող են անցկացնել։ Մենակ են, որ նման որակի ընդդիմություն ունենք սուտ դրա համար։ Մենք արդեն մի անգամ տեսել ենք էլի։ Թե ինչպես են մեր քաղաքացիները արձագանքում։ Հա իրանք ասում են ավելի լավ այս Նիկոլը քան թե դուք, որովհետև ձեր արածը մենք հիշում ենք։ Իրենք տեսել են այդ մարդկանց էլի հասկանում եք իրենց գործունեությունը։ Եթե դուք կարծում եք, որ ընդդիմության փոփոխություն, ասենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի փոխարեն հիմա արդեն բանը Սամվել Կարապետյանն այնտեղ էական փոփոխությունը լինելու, ոչ մի էական փոփոխություն տեղի չունենալու։ Այսինքն համակարգային փոփոխություն տեղի չունեցել էլի։ Մենք քանի անգամ տեսնենք, որ մարդուն երբ որ փոխում ես, բան չի փոխվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանը փոխեցին։ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանը։ Ինչ փոխվեց քաղաքականության մեջ։ Ասենք մեր տնտեսության որակը փոխվեց։ Սա բանը Արդարադատության որակը։ ասենք հələ մեր պետության որակը նայեք։ Հələ այն ասֆալտը հələ նայեք, բանը, չգիտեմ ինչ ասեմ, էլի։ Ամեն ինչը մեր կյանքի որակը նայեք։ Հա մի քիչ փողային ինչ որ շարժեր եղավ, դա էլ կախված է ոչ թե մեր բանից, այլ ռուս-ուկրաինական պատերազմից, որ Ռուսաստանին ամբողջ աշխարհը դրեց բաների տակ, տնտեսական էմբարգոների տակ։ Մեր տնտեսությունը սկսեց տեղից խողովակ առաջացավ դեպի Ռուսաստան, որտեղից ահռելի միլիարդներ սկսեցին հոսել։ Այդ իրենց ապաշնորհության արդյունքով այդ ահռելի միլիարդներից չկարողացան նորմալ օգտվել։ Հեսա դա կվերջանա։ Հետո ինչ են անելու։ Շնորհակալություն։ Ես իմ շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։